Բժիշկ, ես հաճախ պորնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր եմ դիտում ու ձեռնաշարժությամբ զբաղվում։ Դա տեղի է ունենում գրեթե ամեն օր։ Դա վնասակար է, թե օգտակար, ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես եւ մենք նշել ենք մեր նախորդ թողարկումներում, ձեռնաշարժությունը համարվում է սեռական կյանքի փոխարինող ձև։ Բայց, ինչպես եւ սեռական ցանկացած դրսեւորում, ձեռնաշարժությունը նույնպես պետք է կատարվի չափի մեջ։ Այսինքն, եթե ձեռնաշարժությունը արդեն դառնում է ամենօրյա ռեժիմով ընթացող process եւ ձեզ գցել է կախյալության մեջ, նշանակում է արդեն կա խնդիր, որից պետք է ձերբազատվել։ Բացի այդ, ամենօրյա ռեժիմով պորնոֆիլմեր դիտելը ստեղծում է վիրտուալ կախյալություն, որից արդեն հետը կարող են առաջանալ բազմաթիվ այլ սեռական խնդիրներ։ Քիչ չեն այն դեպքերը, երբ նման դեպքերում տղամարդու մոտ առաջանում են կամ սեռական ցանկության նվազում, կամ վաղաժամ սերմնաժայթքում, կամ պոտենցիայի հետ կապված խնդիրներ։ Հասկանալի է, վիրտուալ կախյալությունը առաջացնում է համապատասխան վիճակ, երբ պորնոֆիլմեր դիտելով տղամարդը ստանում է նորմայից բարձր գերխթանում, գրգռվում եւ ստանում սեռական բավարարվածություն։ Միջանձնային հարաբերություններում սա իհարկե նույնպես բավականին խնդրահարույց է, քիչ չեն այն դեպքերը, երբ զույգը դիմում է մեզ եւ կինը գանգատվում է, որ ամուսինը նախընտրում է դիմել պորնոֆիլմի օգնությամբ բավարարմանը, բայց սեռական կյանքով չապրել։ Սա բավականին տարածված խնդիր է եւ շատ զույգեր այս խնդրի պատճառով բախվում են բավականին լուրջ բարդությունների, ընդհուպ նույնիսկ ամուսնալուծվում։ Որպեսզի խնդիրը չբարդանա եւ ավելի չխորանա, պետք է ժամանակին դրա մասին մտածել եւ դիմել մասնագետի օգնությանը։